Բարեկամներ, այսօր գնում ենք շատ սիրված տատիկի ծննդյանոր շնորհավորենք, որովհետև հավաքվել են բոլոր բարեկամները, բայց կան 3 հրաշք թորնիկներ, ովքեր չեն հավաքվել այս առիթին։ Տատիկի գեղեցիկ 75-ամյակն են նշում, բոլորով հավաքվել են, ուրախ հավեսով նշում են, բայց այ նայեք, որ թորնիկները Հարություն Էման եւ Էդվարդը այստեղ չեն, հետեւաբար Նորվեգիայից որոշել են նոր ու գեղեցիկ անակնկալ անել տատիկի համար, ցույց տան իրենց սերը տատիկի հանդեպ։ Դե մեր հայոց աշխարհում տարածված է, երբ որ մարդիկ ուզած տներից հեռանում են, գնում են նոտարափեր, բայց դա հեչել չի հանդիսանում պատճառ, որ մոռանան իրենց հարազատներին կամ ինչ-որ պահ սկսեն չսիրել, ընդհակառակը նրանք ավելի ու ավելի են իրենց սերը մեծացնում, հարգանքը նույնպես, եւ այս նման առիթները դրա վառ ապացույցն են։ Ամպերը տեսեք ինչքան գեղեցիկ է, ամեն ինչ ուղակի հեքիաթ հիշեցնող պահեր է։ Հիմա մենք պետք է այս հարգանքներս բոլորիդ, այս ծնունդ եք անում, ինչ եք տխուր, սուս-պուս նստեք, ծափեր տվեք, ծափերը բարձր մի հատ, ուր է մեր Ալբարտ տատիկը, ուր է նա, ով է նա։ Ապույտ շորեր է հագել նա այսօր, շատ գեղեցիկ եք, բայց մի բան ենք չիստեն, չի ծափեր չեն տալի, կա սաղին բան եք ասել, հա։ Շնորհավորում եմ ձեր ծննդյանօրը, ես եկել եմ շատ կարևոր մարդկանց կողմից, ովքեր ձեզ շատ են սիրում։ Չնայած հեռավորությանը, չնայած բաժանման, նրանք ձեզ շատ սիրում են, հարգում են, ուզում են, որ առողջ լինեք։ Շնորհակալություն։ Պապին նա կողոքացված։ Հա։ Շնորհավորանքներս լավ լինեք, առողջ լինեք ու միշտ այսքան սիրված։ Դուք շատ սիրված եք իրականում, բայց այս ծափերով չհաշվեք, որովհետև իրանք սենց խոդի չեն են գնում, էլի։ Այս ուրիշ բան, ապրեք։ Փչես, հեսա քո համար առանձին կվառեմ խոսք եմ տալի։ Հիմա Ալբարտ տատիկը, թող Ալբարտ տատիկ զգում է, շա ամեն ինչը վարդ է այսօր, տորտն էլ է վարդ։ Ես էլ եմ վարդ։ Դուք էլ եք վարդ։ Ծաղիկներն էլ է վարդ։ Հատուկ ամեն ինչը ձեր համար են, այլես ծափերն էլ վարդ որնոր տվեցին։ Ձեզ շատ են սիրում։ Սերը թող հարատև լինի, այնքան շատ լինի, որ դուք առողջ լինեք միշտ, որովհետև սիրված մարդը միշտ էլ լավ ալնում, չէ՞։ Դե քաղցրությունը տամ ձեզ, կասկածներ կանում կողմից կլինի, ովքեր կլինեն այս ամենի հեղինակը։ Հա, ճիշտ այս բան են խոստովը, եկեք։ Հա, դուք ասեք։ Հա, չէի ասի։ Ապրեք, դու հավոս չես կարող, վառես թե պչես, դավայ աղբեր ես, կարաս վառես էլ, արմդ վառի էլ։ Կանցտեր էլ վառ։ Հա, պաժար տվեք, ես ապրես այդ իսախն եմ, ապրես, չէ, մի րոպե, ես իմ… Կան, հեսա կվառեք։ Իմ թորնիկի կողմից, Էմայի կողմից։ Մի րոպե, այստեղ մի բան հայտնաբերեցինք, նայեք, ուրեմն Էմային շատ եք սիրում, հա, ինչպես թե։ Բոլորին եմ շատ սիրում, բա ոնց, բոլորին իմ թորնիկներին, բոլորին։ Եկին է վարդ, ունեմ ասում եք, Էմա, չէ։ Էմայի կողմից։ Էման ձեզ շատ է սիրում, բայց իր այդ երկու հոգել կան հավասար շատ են սիրում։ Մեկը Հարությունն է, մեկը Էդվարդը, ձեզ շատ սիրում են։ Ուզում են նորվեգական է այս անակնկալ, այո, դուք մի անգամից հասկացաք, դրա համար ես ձեզ ծաղիկներ էլ պետք է տամ, բայց քանի որ դուք իրենց մայրիկն եք, հա? Ես, այո, երեխաների մայրիկ է, ձեր աղջիկը շատ լավ է դաստիարակել, որ սերը մինչ այսօր կա ու ձեր հանդեպ էլ այդ սերը շատ, այնպես որ թող հենց ինքն նվիրի գերկի մի հատ հավեսով։ Պաչեք։ Ջան, միշտ այսքան սիրված լինեք, հարգված և ձեր հարազատները բոլորը անում են ամեն ինչ ձեր համար, ես բարեկամներ, շոք է, այնքան ուրախ է այստեղ, այնքան լավ, որ մթնոլորտը շիկանում է և քրտում ես, բարեկամներ, ինչ անես, էտա, սերը շատ է,
թող բոլոր տատիկները սիրված լինեն ու հարգված, անկախ իրենց թորնիկների գտնվելու վայրից։ Մենք էլ ինչ կանենք, խոսք եմ տալի։ Բարեկամներ, հաջողակ պահերից հետո մենք գնում ենք արդեն Չավառ։ Չավառցի ուտող խմող Անուշ աղբերներ, գալիս ենք ձեր մոտ, այդ Անուշ աղբեր ունենք իր ծննդյան օրն է Արտյոմի։ Եվ անհասկանալի պայմաններում կյանքը նրան որոշեց ծննդի օրով տանի հիվանդանոց, այնպես որ գնալու են Գավառի բժշկական։ Մենք հիմա կուղարկենք ձեզ, հետո մոնտաժ կանենք, էջում կունենաք։ Հարությունը, Էդվարդը եւ, Էման, նման է, էլ աղբեր, մերի Էմա եւ Էման։ Շատ սիրում են իրենց տատիկին եւ ես վստահ եմ, որ թորնիկների սերը, հոգատարությունը տատիկին էլ ավելի շատ ուժ է տալու սեր եւ երջանկություն։ Իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը, համարյա նստում էի Լիսեյանգ, բայց հետո հիշա որ մերը Porsche։ Հիշա որ Porsche։